Այս նախատոնական ձմեռային օրը կարծես երկինքը վարագույր է բարձրացնում նրանց վրա, ովքեր պատրաստ են բաց սրտով ընդունել փոփոխությունները։ 2025 թվականի դեկտեմբերի 25-ը իր հետ բերում է յուրահատուկ էներգիա։ Այն նրբորեն բացահայտում է նոր հնարավորություններ, վերացնում է ձեր ուսերից ծանրությունը և թույլ է տալիս ձեր ինտուիցիային խոսել ավելի բարձր, քան բանականությունը։ Դուք կզգաք հոգնած երազների ձևավորումը և ներքին ձայնի հորդորը հաջորդ քայլը կատարել։ Խոյ. կարիերայի նորացման և ներքին լույսի շողշողուն հնարավորություն։ Դուք կմտնեք մի օր, երբ մասնագիտական դռները կսկսեն բացվել մեկը մյուսի հետևից, ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկը ձեզ նվեր է տալիս, այլ որովհետև դուք վերջապես տեսնում եք այն հնարավորությունները, որոնք նախկինում ձեզանից բացակայում էին։ Հնարավոր է, որ ի հայտ գա առաջարկ, որը կպահանջի փոխել ձեր մտածելակերպը և կայացնել համարձակ որոշում։ Սա հենց այն շրջադարձային կետն է, որից հետո աշխատանքը կդադարի լինել պարզապես պարտականություն և կդառնա ձեր տաղանդների դրսևորման դաշտ։ Նման պահերին ճակատագիրը հնարավորություն է ցուցադրել ձեր կարողությունները։ Կարճ ներկայացումը, ոչ պաշտոնական հանդիպումը կամ փորձնական առաջադրանքը կարող են դառնալ նոր դերի մեկնարկային կետ։ Ձեր ներքին շարժիչը կաշխատի, գաղափարների ալիքը, նպատակի հստակությունը և կարևորը անկարևորից տարբերելու ունակությունը կօգնեն ձեզ գործել վճռականորեն և ճշգրիտ։ Խորհուրդ եմ տալիս ընդունել հրավերները և չմերժել անսովոր թվացող առաջարկները։ Դրանք հաճախ բանալին են ձեր կարիերայի հաջորդ փուլի համար։ Աղեղնավոր. երբ վախերը հալվում են և որոշումները դառնում են շոշափելիորեն ավելի հեշտ, դուք կնկատեք, թե ինչպես են այն կասկածները, որոնք ձեզ կիսասառած էին պահում, սկսում մարել։ Սա անհանգստությունների հանկարծակի անհետացում չէ, այլ ձեր ներքին ֆիլտրը դադարում է աղավաղել իրականությունը, վախերը այլևս չեն թելադրում, այլ պարզապես հուշումներ են տալիս։ Դրան հաջորդում է մտքի անսովոր պարզություն, ընտրությունները դառնում են ավելի պարզ, փաստարկները դառնում են ներդաշնակ և դուք հստակ տեսնում եք, թե ինչն է իսկապես կարևոր։ Ֆինանսական հարցերը նույնպես աջակցություն կստանան։ Նախկինում պատահական թվացող եկամուտը այժմ հետևում է մտածված որոշումներին, փողի կառավարման հնացած մեթոդները փոխարինվում են ավելի արդյունավետ սովորություններով։ Սա հիանալի ժամանակ է վերանայելու ձեր բյուջեն, խելամիտ ռիսկի դիմելու կամ ներդրում կատարելու այն գաղափարի մեջ, որին վաղուց հավատացել եք։ Պահպանեք չափի զգացողությունը, բայց մի խուսափեք այն քայլերից, որոնք նախկինում չափազանց համարձակ էին թվում։ Առյուծ. ոգեշնչումը վերադառնում է, և մարդիկ, ովքեր տեսնում են ձեր իրական արժեքը, դուք կզգաք ստեղծագործական բոցի վերադարձը ձեր մեջ, գուցե մարած առօրյա կյանքի ծանրությունից։ Եվ դրա հետ մեկտեղ ձեր շուրջը կսկսեն հայտնվել մարդիկ, ովքեր գնահատում են այն, ինչ դուք բերում եք աշխարհին։ Մենթորներ, գործընկերներ, հաճախորդներ կամ պարզապես նրանք, ովքեր ճանաչում են ձեր եզակիությունը և պատրաստ են աջակցել դրան։ Վերջերս անգործ մնացած նախագծերը հանգարցակի կիրականանան։ Գաղափարները կսկսեն իրականություն դառնալ, իսկ ծրագրերը կգտնեն նյութական աջակցություն։ Սա ժամանակն է զգուշորեն, բայց վճռականորեն ներկայացնել ձեր աշխատանքը աշխարհին։ Ձեր ուժեղ կողմերի անկեղծ ցուցադրումը կգրավի նրանց, ովքեր կկիսեն ձեր ճանապարհորդությունը։ Մի վախեցեք օգնություն խնդրել և ընդունել հաճոյախոսություններ։ Դրանք չեն զրկի ձեզ ձեր արժանապատվությունից, այլ կօգնեն ձեզ առաջ շարժվել։ Կարիճ. հին զգացմունքների և ծանր կապվածությունների զգույշ բացահայտում։ Ձեզ համար այս ժամանակահատվածը կարող է թվալ տաք, բայց պահանջկոտ մաքրագործում։ Հին զգացմունքները, չլուծված խնդիրները և էներգիան սպառող կապերը դուրս են գալիս լույսի ներքո, պատրաստ լինելով դիմակայելու և նրբորեն ազատվելու։ Սա չի նշանակում անցյալի հետ հանկարծակի խզում, այլ ավելի շուտ ուշադիր վերանայում այն բանի, ինչը այլևս չի ծառայում ձեր հասուն եսին։ Գործընթացը կարող է ցավոտ լինել, բայց շատ ազատագրող։ Դուք կնկատեք, որ որոշումները, որոնք թվում էին փակուղու մեջ, սկսում են նրբորեն փոխվել, և հարաբերությունների բեռը վերածվում է փոխազդեցության ավելի թեթև ձևի կամ սահմաններ սահմանելու հնարավորության։ Անկեղծ զրույցները, գրավոր վարժությունները և ազատագրման հանգիստ ծեսերը կօգնեն։ Ամեն ինչ, ինչը ձեզ հնարավորություն կտա նայել ինքներդ ձեզ հեռվից և ընդունել նոր, ավելի հասուն հեռանկար։ Ջրհոս.
Քաջություն ինքնատիպ լինելու և թույլ տալու ձեզ անսովոր գործել։ Դուք կզգաք հազվագյուտ, զորացնող էներգիա, հանկարծակի զգացողություն, որ այլևս իմաստ չունի սահմանափակել ձեր եզակիությունը որոշակի շրջանակով։ Սա այն ժամանակն է, երբ դուք կարող եք թույլ տալ ինքներդ ձեզ փորձարկումներ կատարել, ցուցադրել ոչ ավանդական լուծումներ և գործել ուրիշների սպասումներին հակառակ, և միևնույն ժամանակ արդյունքի հասնել։ Դուք պարտավոր չեք շտապել ծայրահեղ փորձարկումների, սկսեք փոքրից, առաջարկեք անսպասելի մոտեցում աշխատանքի վայրում, կիսվեք համարձակ գաղափարով գործընկերների հետ, փորձեք ինքնարտահայտման նոր ձև։ Մարդիկ արձագանքում են անկեղծությանը, և ձեր անսովոր անկեղծությունն այժմ գրավում է ուշադրություն և աջակցություն։ Թույլ տվեք ինքներդ ձեզ լինել համարձակ, կենտրոնացած, բայց մտածված ձևով։ Այս վարքագիծը կբացի դռներ, որոնք նախկինում ձեզ համար փակ էին թվում։